Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունն ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով է ներկայացրել ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարությունը կամ վարչապետի իմպիչմենթի հարցը։ Ազգային ժողովի ընդդիմությանը երկրում ստեղծված անվտանգային հարցերն են ավելի շատ հետաքրքրում։ Հակառակորդը 3 տարի Հայաստանից տարածքներ է օկուպացրել եւ հետ չի քաշվում։ Սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներն էլ ըստ ընդդիմադիր падգամավորի հոգուտ թշնամու են կատարվել։ Հույս կար, որ գոնե հետո տեղի կունենա օկուպացված տարածքների ազատագրում, բայց դա նույնպես տեղի չունեցավ ըստ հանձնաժողովի հայտարարության սահմանագծումը սկսելու է Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետից ու իջնելու է դեպի հարավ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն մեր սուվերեն տարածքների ազատագրումը փաստացի ոնց որ թե կառավարության գործողությունների մեջ առաջնահերթություն չի։ Իշխող ուժի ներկայացուցիչներն էլ Արցվաշենի օրինակն են բերում, թե ինչու ընդդիմությունն իր հայտարարության մեջ չի ներառել Արցվաշենի խնդիրը։ Ինչպես է վերաբերվում Արցվաշենին, չէ՞ որ հենց առաջին պատերազմից հետո այն գտնվում է Ադրբեջանում, ինչու այստեղ նշված չի Արցվաշենի մասին։ Ձեր վերաբերմունքը այս մասին, այդ դեպքում ձեր կողմից մատնանշված տարածքային ամբողջականության խաթարում չի։ Եվս մեկ անգամ նշում եմ, որ եթե մենք խոսենք զուտ տերմինաբանության տեսանկյունից, այո, դուք ճիշտ եք։ Բայց այս համատեքստը վերաբերվում էր 44-օրյա պատերազմից հետո ձեր իշխանությունների անվտանգային բացթողումների հետևանքով տեղի ունեցած մեր ինքնիշխան տարածքների օկուպացիաների մասին։ Իշխանական падգամավորները զարմացած են։ Ընդդիմադիրները հայտարարությունը վերնագրել են ազգային ճգնաժամ եւ կառավարման ձախողում։ Իշխանականը հարց է տալիս, որ ազգային ճգնաժամի մասին է խոսքը ու կրկնում իրենց առաջնորդի գրեթե նույնաբովանդակ խոսքերը։ Իշխանափոխությունը կամ իշխանության հերացում, այդ թվում նաև հանրային ճնշման միջոցով, որի անունը Նիկոլ Փաշինյանը դրել էր հեղափոխություն եւ ասում էր, բան չի հեղափոխություն չեն անում։ Իրականում հենց ժողովուրդը հավաքվում է, ձեր ամբողջ ուժային կառույցները բերետներից սկսած ավարտված ամենատարբեր ուժայիններով ջարդում են ժողովրդին։ Կսպասենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ կտեսնենք, թե ովքեր այսպես ասած կգրավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու սիրտը։ Իշխող խմբակցության падգամավորները ընդդիմության խորհրդարան բերած հայտարարությունը անվստահության քվեարկությունը վաղաժամ են համարում։ ՔՊԱ-ական մեկ այլ падգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ առաջարկեց այն անվանել ընդդիմության ճգնաժամի եւ ընդդիմադիր գործունեության ձախողման մասին հայտարարություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին։ Այն ստացավ բացասական եզրակացություն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։